Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրավյանն եմ։ Այսօր կամփոփենք անցած շաբաթը, շաբաթվա իրադարձությունները, փորձենք դասավորել այդ ամենն այնպես, որ փորձենք նշմարել նաեւ այն միտումները, որոնք ձևավորվում են մեր շուրջ, միտումներ, որոնք այս կամ այն կերպով ազդում են մեր անվտանգության միջավայրի վրա։ Մեր հարավային հարևան Իրանը բավականին ակտիվ դիվանագիտություն է վարում անցած այս ժամանակաշրջանում եւ շարունակում է վարել մի քանի ուղղություններով, ինչպես հայտնի է, նախընթանում են Իրано-ամերիկյան բանակցություններ, որոնք 4 փուլ անցել են եւ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում հաջորդ փուլի համար, կա ինչ-որ այսպես սևագիր մի փաստաթուղթ չասենք, բայց ինչ-որ պատկերացում, թե ինչպես պետք է կառուցվի ապագան։ Ապագա, որը թույլ կտա Իրանի վրայից հանել պատժամիջոցները, իսկ դա միանշանակորեն բխում է Հայաստանի շահերից։ Եվ երկրորդը դա էապես լիցքաթափում է ողջ տարածաշրջանը, ընդ որում միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս։ Իսկ այդ ամենը միանշանակորեն առողջացնելու է նաև անվտանգության միջավայրը Հարավային Կովկասում։ Այս օրերին Թեհրանում ընթանում է Թեհրանյան երկխոսություն անվանումը կրող մի մեծ միջազգային համաժողով, որին Հայաստանից մասնակցում է նաև մեր անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանը։ Զուգահեռաբար մենք հետևում ենք իրադարձություններին, Իրանը իր հարևանների հետ առանձնահատուկ հարաբերություններ է կառուցում արդեն իր անվտանգության միջավայրն առողջացնելու տրամաբանության մեջ, որպեսզի բոլոր process-ների շուրջը կառավարելի լինեն, այդ թվում նաև սերտորեն զբաղվելով Պակիստան-Հնդկաստան հակամարտությունը կարգավորելով։ Ինչպես հայտնի է, Իրանի արտգործնախարարը համապատասխանաբար այցեր իրականացրեց թե Իսլամաբադ, թե Նյու Դելհի։ Բացի դրանից, Հայաստանն Իրանի հետ պատմության մեջ առաջին զորավարժություններն անցկացրեց, երբ հայկական եւ իրանական զինված ուժերը ամենքը իր տարածքում կոորդինացնելով մեկը մյուսի հետ, այսպես մի զորավարժություն էին անցկացնում, որի ընթացքում վարժանքի նպատակն էր այսպես չեզոքացնել մի ինչ-որ հիպոթետիկ տերորիստական խումբ, որը ներթափանցել է հայ-իրանական սահմանին հարող տարածքներ։ Եվ ամեն երկրի զինված ուժեր իր տարածքում համապատասխան գործողություններ էր ուրեմն մշակում, իրականացնում այդ խնդիրը լուծելու համար։ Երկու կողմերն էլ գոհ էին այդ զորավարժությունների արդյունքներով եւ ահա մենք տեսնում ենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում արդեն Ադրբեջանի տարածքում, տարածք, որը դեռ մինչև 20 թվականը գտնվում էր հայկական վերահսկողության ներքո, բայց այս զորավարժություններն առանձնանում են նրանով, որ իրանական ստորաբաժանումներն այնուամենայնիվ գտնվում են արդեն Ադրբեջանի տարածքում։ Թե ինչ արձագանք կունենան Ադրբեջանի գործընկերների կողմից, դա իհարկե այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, կփորձենք հասկանալ ընդհանրապես ինչպես է այդ ամենը
անդրադառնում մեր անվտանգության միջավայրի վրա եւ ինչպես մենք հասկանանք այս ամենը։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար պարոն Փույա Հոսեյնին, սալամ աղայե Հոսեյնի, շատ շնորհակալ եմ, Նույնպես է շնորհակալություն։ Հրավերս ընդունել եք եւ ժամանակ եք հատկացրել մեր եթերին։ Պարոն Հոսեյնի շատ հետաքրքիր եւ ուսանելի է հետեւել իրանական դիվանագիտությանը, այդ դիվանագիտության քայլերի տրամաբանությանը, հաշվի առնելով այն բարդ տարածաշրջանը, որում գտնվում է Իրանը։ Սկսենք այսպես տար առ տար փորձենք վերլուծել եւ ներկայացնել մեր հեռուստադիտողներին ինչ է տեղի ունենում եւ ինչ է քննարկվում այդ Թեհրանյան երկխոսություն այդ համաժողովի շրջանակներում համեցեք սկսենք Իրան-ամերիկյան բանակցություններից համեցեք Նախ պետք է սկսենք այն ժամանակից, որ Թրամփի վարչակազմը նոր իր աշխատանքը սկսեց եւ դրանից հետո նամակ ուղեց բազի Ուկրաինա եւ Ռուսաստանի համակարգող գործընթացները Իրանի վերաբերյալ նամակ ուղեց Իրանի հոգեվոր առաջնորդին Կետեր նշանակեց, որ այդ կետերի շուրջ պատրաստում է Իրանի հետ բանակցել, իհարկե սպառնալիքների, սկզբանե սպառնալիքների ներքո էր այդ ամեն ինչը, երբ որ Իրանի դեմադրությունը տեսար եւ Իրանը հրաժարվեց որոշ կետերից եւ միայն ասաց, որ Իրանը միայն միջուկային ծրագրի շուրջ է բանակցելու միասնականների հետ, այդպես էլ եղավ եւ միջնորդված, ոչ ուղիղ միջնորդված բանակցությունները Օմանի միջնորդության տեղի ունեցավ առաջին, երկրորդ եւ երրորդ եւ ինչպես գիտեք չորրորդ փուլը եւ այդ ընթացքում երկու միացյալ նահանգներում երկու խումբ են եղել կոնգրեսականներում մեջ եւ Թրամփի շուրջ մեկը բանակցությունների կողմագիցներ էին մեկը պատերազմի կողմագիցներ էին Թրամփը կարողացավ հաղթահարել Իսրայելի լոբինգը մինչև այժմ եւ Վալսը իր միացյալ նահանգների ազգային անվտանգությունի խորհրդական է որ հրաժարական տվեց էդի մեծ դեր խաղաց որ գործընթացները այլ ուղղության գնան եւ Վիտկաֆը բանակցում է եւ հիմա ինչպես հայտարարում են երկու կողմը դերական ընթացք է վերցնել բոլոր 4 փուլերի հետ կապված էլ կողմերը միշտ այսպես լավատեսություն են արտահայտում իհարկե դրանից հետո տեղի ունեցավ Թրամփի այս արաբական պետությունների մի Արաբիա Սաուդի Կատար եւ Իմարաթը Միացյալ Արաբական Էմիրությունը եւ ցույց է տալիս որ Թրամփի վարչակազմը ավելի շատ հեմբաց է որ դարաշրջանում Մերձավոր Արևելքում ավելի շուտ խաղաղություն հաստատվի կամ պատերազմ որովհետեւ հիմա գենքել է Արաբիա Սաուդի հետ մոտ 1 տրիլիոն դոլար եւ ներդրում միացյալ նահանգներում եւ Իմարաթի հետ 1.2-ի մոտ 200 միլիարդ դոլար տրիլիոն դոլար եւ կանել Կատարի հետ 1.4 տրիլիոն դոլար է եւ մոտ 3.6 տրիլիոն դոլարի մեծ հսկական ներդրում պիտի արվի մի 5-ից 10 տարվա մեջ միացյալ նահանգներում եւ դա շատ մեծ գործարք է պատմական գործարք է եւ դրա համար պետք է անվտանգային միջավայր այսինքն եթե պատերազմ ուզի միացյալ նահանգները
այդ ներդրողները, որ այդ Իրանի հարևանություն են գտնվում, ի վիճակի չեն այդ բաները, այդ ներդրումները անեն եւ ամբողջ դենդեսությունը իրենց վտանգի տակ է ընկնում, որովհետեւ Իրանը բազմիցս նշել է, եթե Միացյալ Նահանգները հարձակում կատարի, Իրանը բոլոր ռազմաբազաները, որ այդ երկրներում կան, Միացյալ Նահանգների ռազմաբազաները թիրախում է եւ նաեւ Հորմուզի նեղուցը Իրանը ի վիճակի է փակել եւ այդ անվտանգությունի այդ վտանգ այդ միջավայրը, պատերազմի միջավայրը Թրամփին ձեռնտու չի։ Իհարկե մեծ լոբի կա, Իսրայելի լոբի է, դեռ ակտիվ է, մենք չգիտենք ոնց է ավարտում, բայց մինչև հիմա Թրամփը կարողացել է հաղթահարի եւ հեռանա մի քիչ տարանջատի իր քաղաքությունը Իսրայելից։ Ինչքան տարանջատում մենք տեսնենք Իսրայել եւ Միացյալ Նահանգների քաղաքությունի մեջ, մենք հույս կունենանք Իրան եւ Միացյալ Նահանգների բանակցությունները հաջող ավարտվի, պետք է ամեն ինչ արվի, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի եւ բոլոր երկրների շահից է բխում, նաեւ Միացյալ Նահանգները բազի այդ գործարքից, որ 3.4 տրիլիոն դոլարի գործարք է, անվտանգություն միջավայրը պետք է այստեղից մերձավոր արևելքից հանգիստ կլինի, շեղում չլինի, իր ամբողջ ուշադրությունը ներգրավի Չինաստանի հետ պայքարում, որը իր առաջնայիններից է, առաջնային խնդիրը Միացյալ Նահանգների համար։ Մինչև հիմա այդ քաղաքությունը եւ նաեւ նշեմ, որ եթե այդ գործարքը կենքվի Իրան եւ Միացյալ Նահանգների մինչև արաբական պետությունների եւ Իրանի հարաբերությունները կբարելավեն, կնվազեն սադարող գոմերի ազդեցությունը եւ չարությունները դե տարածաշրջանում, դա Իսրայել եւ Թուրքիան է, Թուրքիա եւ Իսրայելի դերը կնվազի եւ Իրանի եւ արաբական պետությունների դերը կբարձրանա։ Դա փաստ է, որ տեղի ունենա, դրա համար ամեն ինչ անում են, որ այդ գործարքը զախողվի, պետք է ընթացքում տեսնենք ինչ է լինելու։ Պարոն Հոսեյնի, միևնույն ժամանակ այս ողջ մեծ տարածաշրջանում, հա, որը կարելի է համարել միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս, այլ պրոցեսներ եւս գնում են, հա, բանակցային։ Դա, ասենք, Իսրայելի եւ Համասի միջև բանակցություններն են, որոնք ընթանում են Դոհայում։ Դա բանակցային գործընթացն է Սիրիայի ներսում եւ Սիրիայի շուրջ, որոնք եւս տեղի են ունենում։ Դա մենք գիտենք, որ գաղտնի բանակցություններ են, որ ընթանում են Իսրայելի եւ Սիրիայի միջև։ Դա պրոցեսներ են, որոնք դրական պրոցեսներ, որ տեղի են ունենում հենց Լիբանանի ներսում։ Իշխանություն է այնուամենայնիվ վերջի վերջա ձևավորվում, որ կարող է երկրի համար պատասխանատվություն ստանձնել։ Թուրքիան իր կողմից փորձում է լուծում տալ քրդական խնդրին։ Ներսում է process գնում, բացի դրանից էլ ներքրդական այսպես մեծ խորհրդակցություններ են գնում տարբեր ազդեցության ուժերի միջև եւ այլն։ Ասելիքս այն է, որ տարածաշրջանում ամբողջությամբ տեղի ունենում իրոք որ պատմական փոփոխություններ։ Այնինչ որ կար եւ թվում էր սովորական, հիմա դա չկա, եւ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն այդ բոլոր process-ներում կան եւ տանում են process-ը այսպես միտված արդյունքի։ Ըստ էության ես գոնե այնպես եմ հասկանում, որ ձևավորվում է մի նոր իրավիճակ, որտեղ գետնի վրա, հա, այսինքն տարածաշրջանում ոչ մեկ հեգեմոն չի լինելու։ Նոր բալանսներ են ձևավորվում, ընդ որում պետք է բոլորը երաշխիք ունենան անվտանգության եւ տարածաշրջանը բացվի, հա, այսպես ասենք, ազատ տեղաշարժ լինի մարդկանց ապրանքների, կապիտալների եւ այլն։
Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները այսպես առանձնահատուկ ուշադրություն են դարձնում արաբական այդ եռյակին, հա, այդ առանցքային 3 պետություններին, որոնք ահռելի ֆինանսական կարողություններ ունեն, նույնիսկ այնքան, որ Միացյալ Նահանգների ներսում էլ տրիլիոններ ներդրումներ պետք է անեն, ընդ որում այդ ոլորտները, որոնց պետք է ներդրումները կլանեն, դրանք այսպես տեխնոլոգիական անցման համար են, հա, այսպես ապահովելու համար արհեստական բանականություն եւ այլն։ Սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Իրանը եւս այս անցած իսլամական հեղափոխությունից հետո անցած այս տասնամյակների ընթացքում բավականին ծանր հարաբերություններ է ունեցել արաբական երկրների հետ։ Սակայն այս վերջի ժամանակահատվածում մենք տեսնում ենք շատ սերտ հարաբերություններ Սաուդյան Արաբիայի հետ, շատ սերտ հարաբերություններ Քաթարի հետ։ Մի քիչ սառը, բայց այնուամենայնիվ բնականon հարաբերություններ Արաբական Էմիրությունների հետ։ Դե Օմանի հետ էլ չեմ ասում, ամբողջական փոխադարձ վստահություն կա այն աստիճանի, որ ասենք Իտալիայում Օմանի դեսպանատան շենքում են ընթանում բանակցություններ, Օմանի մայրաքաղաքում են ընթանում բանակցություններ։ Եվ այլ։ Ձեր պատկերացրած նոր տարածաշրջանը, հա, վաղվա տարածաշրջանը, որը էլ հինը չկա, մենք տեսնում ենք չի աշխատում։ Ինչպիսին է նորը եւ ինչպես եք դուք Իրանին տեսնում այդ տարածաշրջանի մեջ, ինչ դերակատարմամբ, որովհետեւ Իրանն էլ նաեւ մի այսպես միջանկյալ դիրքում է, որը իրար է կապում թե Մերձավոր Արևելքը, թե Հարավային Կովկասը, թե Կենտրոնական Ասիան, թե Հարավային Ասիան, հա? Պակիստան, Հնդկաստան ինքը լինելով այդ ամբողջ այդ մեծ կոնստրուկցիայի ուղղակի երկրաչափական առումով հենց կենտրոնում։ Համեցեք։ Իհարկե նոր աշխարհակարգը գոյություն ունի, անցած ժամանակ միշտ մերձավոր արևելքում եղել են մեծ պատերազմներ, երկարաժամկետ պատերազմներ, մեծ երկար պատմություն ունեցող իրանաֆոբիա, այլ երկրները փորձել են իրանաֆոբիայի վրա արաբական պետությունների մինչև Իրանի հետ հակասությունները խորացնելու վրա իրանավանաֆոբիա է ստեղծել ամբողջ աշխարհում եւ դրանով զենք վաճառեն, զենքի մեծ քանակի եւ տրիլիոն դոլարների, միլիարդ դոլարների զենքի վաճառքում եղել է Արաբիա Սաուդի եւ այդ քանի արաբական պետություններին բան։ Հիմա տեսնում են, որ այդ աշխարհակարգը չի աշխատում եւ նոր աշխարհակարգում պետք է անվտանգությունը միջավայր է զվավորեն այդ տարածաշրջանում եւ ներդրումների եւ ազատ արևտուրի եւ ազատ փողի շարժման եւ փողի եւ դենց էներգետիկ շարժման այդ ամեն ինչը պիտի տեղի ունենա եւ հիմա այդ աշխարհակարգում պետք է անվտանգությունը հաստատում է, որպեսզի իրենց շահերից կարողանան ավելի օգտակար օգտվեն կամ անցած հիմա այն պատերազմները չեն աշխատում մեծ սպառնալիք է նորից ռազմադենչ քաղաքությունը վարում Իսրայելը, բայց մենք տեսնում ենք, որ վերջերս Իսրայելը անգամ իր դաշնակցի կողմից մեկուսացված է, համարյա մեկուսացված է Միացյալ Նահանգները համ Բայդենի ժամանակ, համ Թրամփի վերջերս այդ վերջին օրերս կարանք ասենք, որ հեռացել է այդ իրենց քաղաքությունից, դրա համար էլ Նեթանյահուը նորից բանակցությունը վարում Համասի հետ, որովհետև աշխարհը արդեն չի ընդունում այդպիսի հանցագործություններ, որ Իսրայելը անում, Գազայում, Սեղասպանეთում, սկզբից Թրամփը Նեթանյահուի ազդեցության տակ խոսում էր բնաջնջել կամ քոչացնել Գազայի բնակչությունը, բայց հիմա տեսնում ենք այդքան արաբական պետությունների հետ մոդիկացել է, քիչ-քիչ իր խոսույթը, իր քաղաքությունը
խաղաղությունը քիչ-քիչ փափկում է, բալանսավորված է դառնում եւ իհարկե պետք է նոր աշխարհակարգում Իրան էլ իր տեղը փնտրում է դրա համար էլ համ արաբական պետությունների հետ փորձում է բարելավել իր հարաբերությունը համ Միացյալ Նահանգների հետ համ այն կողմից մենք տեսնում ենք զուգահեռ Իրանը եւ Միացյալ Նահանգների բանակցությունները Իրանը բանակցությունները սկսել եվրոպական պետությունների հետ Իրաքի հետ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիայի հետ արդեն առաջին փուլը բանակցությունները Թուրքիայում տեղի է ունեցել եւ այսօր Իրանի արտաքին գործերի նախարարը հրավիրել է բոլոր եվրոպական երկրները, որ նոր սեզոնի հարաբերություններ փորձեն ստեղծել Իրանի հետ վեսահյութունի համար փող հարգանքի վրա եւ իր շահերի երկու կողմերի շահերի վրա եւ դրա մասին այսօր արտաքին գործերի նախարարը Իրանին խոսել է եւ հրավիրել է, որ նոր սեզոն լինի ամեն դեպքում Իրանը փորձում է, ինչպես ասացիք, բոլոր կողմերին բալանսավորի իր ուժերը, նաև հարավային Կովկասում մենք տեսնում ենք Իրան ինչպեսի ակտիվացել է մինչև հիմա քաղաքական ակտիվություններ ցույց տալիս համ Ադրբեջանի հետ բանակցելով համ Հայաստանի հետ հիմա արդեն մտել է անվտանգությունի ոլորտում համագործակցություն է եւ փորձում է իր հստակ ներկայությունը պահպանի հարավային Կովկասում զորավարժությունների միջոցով սկզբից Իրանը զորավարժություններ էր անում մենակ Հայաստան, Իրան եւ Իրան եւ Ադրբեջանի սահմանի մոտակայքում, որբեսի հակառակորդ կողմի վտանգները չզուգացնի, հիմա նոր փուլ է մտել այդ համագործակցությունների եւ Ադրբեջանի հետ եւ Հայաստանի հետ զորավարժությունները վարվում, դա նշանակում է, որ Իրանը իր ռազմական ներկայացությունը հարավային Կովկասում փորձում է հաստատի եւ դրանից հետո չզուգացնի բոլոր վտանգները եւ սպառնալիքները, որ կարան լինեն այդ հարավային Կովկասում, Իրանի նախագահը այցելեց Ադրբեջանին, Իրանը փորձում է Ադրբեջանին չզուգացնի, որովհետեւ Ադրբեջանն ու Իսրայելը Իրանի ողջամին թշնամի է, մեծ համագործակցություն ունեն, այդ դիվանագիտական ճանապարհով փորձում է չզուգացնել այդ վտանգները, բարելավի իր հարաբերությունները եւ դրանից առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը այցելեց Հայաստանում ինքը ընդգծեց, որ պետք է խաղաղություն պայմանագիրը ինչքան հնարավոր է շուտ կենքվի եւ մինչեւ Իրանի այն ժամանակ արտաքին գործերի նախարարը Երևանում հաստատեց Իրանի հստակ դիրքորոշումը Կարմիր գծերը նորից Հայաստանի տարածքային ամբողջականությունի եւ ինքնաշխատությունի վերաբերյալ եւ դրանից հետո երբ որ Իրանի նախագահի այցը տեղի ունեցավ Ադրբեջանում երեք նորից Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի հետ նորից ընդգծել է Իրանի Կարմիր գիծը աջակցելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնաշխատությունը սա ցույց է տալիս Իրանի նախագահի այցից առաջ եւ դրանից հետո Իրանը շեշտում է այդ Կարմիր գծերը, այսինքն ուզում է ցույց տա, որ այդ հարաբերությունները Իրան եւ Ադրբեջանի հարաբերությունները չեն գարա ազդեն Իրանի Կարմիր գծի վրա եւ Իրանը հստակ է այդ գործընթացների մեջ Կարմիր գծի մեջ ամուր կայնած է Եվ սա ցույց է տալիս Իրանը նոր փորձում է դիրք սպառվածնի մերձավոր արևելքից մինչև հարավային Կովկաս, մինչև Հնդկական օվկիանոսը դա է Իրանի նոր քաղաքությունը եւ նոր դիվանագիտական գործընթացները, որը հույսանք հաջող է ստացվի, որը առաջինը Հայաստանի շահից է բխում։ Պարոն Հոսեյնի այս Թեհրանյան երկխոսություն
այդ համաժողովը, որը տեղի ունենում Թեհրանում եւ որին բարձրաստիճան ներկայություն ունեն բազմաթիվ երկրներ, հա, դե հիմնականում Իրանին հարևան երկրներ, Հայաստանից էլ մասնակցում է այդ համաժողովին մեր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը, ինչպես դուք էլ նշեցիք, Աբբաս Արաղչիի հետ հանդիպում ունեցավ, իր գործընկերոջ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպում եղավ եւ այլն, նաեւ ելույթ ունեցավ, իրանական լրատվամիջոցին հարցազրույց տվեց, զուգահեռաբար այնտեղ էր նաեւ Ալիևի օգնականը արտաքին քաղաքական հարցերով Հիկմետ Հաջիև, նա ընդ որում թե Արմեն Գրիգորյանը, թե Ադրբեջանի ներկայացուցիչը խոսում են այն մասին, որ հարաբերությունները Իրանի հետ համապատասխանաբար ամեն երկրի ունեն դրական դինամիկա, հա։ Ընդ որում այս ամենը, եթե Հայաստանի պարագայում դա շատ բնական է, հա, երևում, Ադրբեջանի հետ կապված դուք էլ ասում եք կար ժամանակ, երբ ուղղակի թե բավականին կոշտ ռետորաբանություններ օգտագործում են Իրանի զինված ուժերը ուղղակի սկսեցին ուժեր կենտրոնացնել Ադրբեջանի սահմանին։ Տեսանյութերը մենք բոլորս տեսել ենք, չէ՞, ռեակտիվ հրետանի, փողային հրետանի եւ այլն։ Հիմա բացի դրանից էլ, հա, բացի դրանից էլ որոշ շրջանակներ խոսում էին մանավանդ այն ժամանակ, երբ վտանգից էին խոսում, որ կարող է Միացյալ Նահանգները հեսա հարված հասցնեն Իրանին, այդ ժամանակ որոշ շրջանակներ խոսում էին այն մասին, որ հեսա Ադրբեջանը, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հեսա դաշինք կնքեն բան, որ ադրբեջանական շրջանակներ, մինչդեռ ասենք զուգահեռաբար պայմանավորվածություններ գնում, ասենք, որ պետք է շուտով այն ժամանակ, էլի, շուտով Փեզեշքյանը պետք է այցելի Բաքու։ Հետո հանդիպի, հանդիպման ժամանակ իրար եղբայր են ասում, ինչ հարցակում, ինչ բան։ Հիմա գործը հասել է զորավարժությունների ընդհանուր մինչև իրանական զորքերի մուտք Ադրբեջանի տարածք։ Այս ամենը Հայաստանում ասենք որոշ հարցեր կարող է առաջացնել, հա, որ սա ինչ որ ձևով կարող է խոսել մեր տարածաշրջանում Իրանի առաջնահերթությունների այսպես դասավորության մասին կարող է խոսել, թե ոչ, համեցեք։ Ինչպես նշեցիք, այո, այդ ժամանակահատվածում, որ այն ժամանակ Միացյալ Նահանգները խոսում էին, որ Միացյալ Նահանգները Իսրայելը կամ միանալով Ադրբեջանով կարան հարվածներ հանձնեն Իրանին, Մերձավոր Արևելքից սկսած մինչև Հարավային Կովկաս իրենց համագործակցություն դաշինքով կարան այդ երակը օգնեն եւ իրանց օգնեն եւ հարվածներ հասնեն Իրանը։ Իրանը այն ժամանակ դիվանագիտական գործընթաց սկսեց ավելի ակտիվ, որպեսզի այդ վտանգը հենց այդ վտանգը չզոքացնելու համար Իրանի նախագահից հետո մի քանի օր անց պիտի տեղի ունենար Նեթանյահուի այցը Ադրբեջանում, որը չեղավ 5 օրվա այսի մասին էր 5 օր պիտի մնար Ադրբեջանում եւ շատ մեծ համագործակցություն անվտանգային, ռազմական եւ այլ հարցերով եւ աննախադեպ էր, որ 5 օր Իսրայելի նախագահը մեկնի մի երկիր եւ դա շատ մետահոգված է պատերազմ այնտեղ ընթանում իհարկե հենց այդ դրամայությունով Իրանի նախագահի այսը նախադեсված էր հենց այդ ժամանակահատվածում, որովհետեւ այդ վտանգները չզոքացնեն, մի քիչ բարելավեն Իրան-Ադրբեջանին եւ մինչեւ Նեթանյահուի այսը փորձեն ինչ որ չափով նվազեցնեն այդ սպառնալիքները եւ չզոքացնեն Ադրբեջանը այդ կողմից այսի նպատակը
մեծ մասը այդ նպատակ ունեցել է այդ հարաբերություն, այդ ջերմություն, որ մենք տեսանք Ադրբեջանում, այդ նպատակ ուներ, հետո հետագայում այդ զորավարժությունները, որ տեղի ունենում, մեծ փլանի մասն են, այսինքն Իրանը սկսել է Հարավային Կովկասում համ երկու կողմերի հետ զորավարժություններ հաստատի, որպեսզի Իրանի ռազմական հաստատումը, ներկայացությունը հաստատի դարաշրջանում։ Ինչ ձևի ներկայություն։ Սկզբից փուլերով հիմա զորավարժությունների հետագայում պետք է տեսնեն ինչ ձևի ձևաչափով կարա ընթանանա, կարող է անվտանգությունին համագործակցություն պայմանագիրներ լինի կամ բան։ Առաջինը Հայաստանի հետ այդ զորավարժությունները շատ կարևոր էին, որովհետև հակառակորդ կողմը եւ այլ կողմերը, Միացյալ Նահանգները եւ Եվրոպա է այդ զորավարժությունները բացասական արձագանք չէր գար։ Էդի ոնց որ Իրանը ուզեց այդ մի փոքր զորավարժություններով այդ բանը գոտրի, այդ դիմադրությունը եթենանավոր դիմադրություն է եւ բացասական այն բանը որ լինում է գոտրի հետագայում նորից ես կարծում եմ որ Իրան եւ Հայաստանը ավելի լայնազավալ զորավարժություններ կունենան դա փորձ էր որ մյուս կողմերի դրամայությունները շոշափեին եւ տեսան որ այդքան լուրջ արձագանքներ չկային դեմադրություններ չկային այդ զորավարժությունների հանդեպ հետագայում ուրեմն այդ պլանների մեջ է մտնում որ Հայաստանի հետ ավելի զորավարժություններ Իրանը կատարի եւ դա գազի այդ ընդհանուր մեր անվտանգությունի միջավայրը եթե տեսնենք համ Ադրբեջանի հետ համ Հայաստանի հետ ավելի շատ այդ զորավարժությունը ուղղված է ահաբեկիչների չզուգացմանը մենք գիտենք որ ահաբեկիչները միայն բերել է Արցախի պատերազմից ժամանակ բերվել է Սիրիայից արաբական պետություններից Թուրքիայի կողմից այդ ահաբեկիչները Իսրայելի կողմից են եկել իրենց հետախուզությունները այսինքն այդ բոլորը ուղղված է եթե Իրանը ասում է ահաբեկիչների չզուգացումը ուղի կապ ունի թուրքական աջակցությունի տակ այդ ահաբեկիչները որ մերձավոր արևելքում կան եւ եթե պատերազմ տեղի ունենա Զանգեզուրի միջանցքի Իրանը մտահոգված է որ Սիրիայից դենց ահաբեկիչներ ներթափանցեն դարաշրջանում եւ այդ ամբողջ այդ դարաշրջանում անվտանգությունը հաստատելու համար նպատակ ունի այդ զորավարժությունը այսինքն Ադրբեջանի հետ զորավարժությունը ուղղված չի դեպի Հայաստան բայց հնանավոր է Իրան եւ Հայաստանի զորավարժությունը ուղղված լինի իրենց կողմից բերված այդ ահաբեկիչների դեմ Պարոն Հոսեյնի մենք տեսնում ենք որ Իրանը նաև Թուրքիայի հետ է ներդաշնակեցնում իր հարաբերությունները հենց երեք էր եթե չեմ սխալվում Արաքչիի եւ Ֆիդանի միջև է տեղի ունեցել բավականին մանրամասն հեռախոսային խոսակցություն որը նվիրված էր ընդհանրապես տարածաշրջանի այս փոփոխություններին դե նաև այս Թեհրանյան երկխոսությանն էլ որքան գիտեմ թուրքական ներկայացուցիչներ են մասնակցում ինչ եք կարծում Թուրքիայի հետ հարաբերությունների ինչպիսի դինամիկա կա եւ ինչպիսին է կլինի առաջիկայում ձեր կարծիքը Թուրքիայի հետ բնական ռիթմ է հարաբերություններին, այսինքն արդարոց բան տեղի չունեցել Իրան-Թուրքիա է տարածաշրջանում մերձավոր արևելքից մինչև հարավային Կովկաս մեծ մերձակից են Իրան եւ եթե Իրան եւ Միացյալ Նահանգների բանակցություններ հաջող ստացվի եւ Իրան եւ արաբական պետությունների այդ մերձեցումը տեղի ունենա, ինչպես Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը ասել է եթե
եթե Իրան եւ Միացյալ Նահանգների այդ բանակցությունները հաջող անցնի, մենք կունենանք այդ դարաշրջանում նոր մեծ միություն, որը շատ հարուստ միություն է, անգամ կարող է անցի Եվրոմիությունից, այսինքն նման ստիկավ է նման հայտարարություն արել եւ Իրան հետևում են այդ միությունը ստեղծեն, որովհետեւ այստեղ մեծ նավթի եւ բնական ռեսուրսների հոսք է այստեղ գնում, եթե անվտանգ լինի, եթե Իրան եւ այդ արաբական պետությունները դաշնակից դառնան եւ Միացյալ Նահանգների միջնորդության կարող է մեծ միություն տեղի ունենա, որը դա հակարգշիրում է Թուրքիայի ազդեցությունը դարաշրջանում Թուրքիայի մտահոգված է, եթե Իրան եւ Միացյալ Նահանգների բանակցությունները հաջող անցեն Թուրքիայի ազդեցությունը եւ դերակատարությունը շատ կիչնի եւ շատ կնվազի, որովհետեւ տարիներ շարունակ Թուրքիայի միայն կարողացել է Իրանի բաժամիջոցների ներքո եւ մեկոսացված Իրանի ներքո ամբողջ աշխարհից ներքո կարողացել է ինքը ուժ ստանա, կարողացել է մեծ դերակատարություններ ունենա եւ մեծ զարգացումներ ունենա, եթե Իրանը կարողանա Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ եւ արաբական պետությունների հետ բարիլավի իր հարաբերությունները, իհարկե Իրանը հնարավորություն կունենա Թուրքիայի տեղը զբաղվածնի եւ Իրանը շուտով այդ ռեսուրսը ունի, Իրանը ունի մեծ գազի բաշար, նավթի բաշար եւ գազից աշխարհում, եթե չեմ սխալվում, առաջինն է իր իհարկե եւ դա մեծ հնարավորություն է, որ գոմերը Իրանում մեծ ներդրումներ անեն եւ Իրանը կարողանա մեծ գումարների դիրի եւ կարողանա ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի տեղը զբաղվածնի եւ Թուրքիայի դերը նվազի եւ Իրանը մեծ դերակատարություն լինի։ Եվ եզրափակելով պարոն Հոսեյնի շատ կարճ, Հայաստանը վերջերս միացավ Աշխաբադի համաձայնագրին, որը ստորագրել էին մինչ այդ Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Իրանը, Կաթարը եւ Օմանը։ Հայաստանը միացավ իրեն։ Խոսքը վերաբերվում է թե ենթակառուցվածքային է այդ համագործակցությունը ըստ այդ համաձայնագրի, թե ներմուծում արտահանում ոլորտներն են ներառում, ինչ կարծում, այստեղ ինչ հեռանկար եք դուք տեսնում, հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը Թուրքմենստանի հետ սվոփ գազամատակարարումների հետ կապված այսպես որոշակի կոնսուլտացիաներ են անցկացրել եւ Իրանի կողմից էլ ըստ էության կա դրա նկատմամբ դրական վերաբերմունք, համեցեք։ Կարճ Իրան եւ մենք հիմա տեսնում ենք զուգահեռ այդ բանակցություններին, այդ անվտանգության միջավայրը, որ ձևավորվում է, նաեւ մեծ մրցակցություններ կան միջանցքների վերաբերյալ հուսիս հարավ ճանապարհը այդ Թուրքմենիայի նոր պայմանագիրը Հայաստանում որ կենքվել է եւ դա այդ մեծ մրցակցություն է մենք պետք է դիվանագիտորեն փորձենք բոլոր կողմերի հետ որ Իրան եւ Հայաստանը միասին կարողանան դիվանագիտորեն այդ միջանցքները այդպես անեն որ չի շրջանցի Իրանին եւ Հայաստանին կողմեր կան որ փորձում են շրջանցեն Իրանին եւ Հայաստանին բայց Իրան եւ Հայաստանը պետք է միասին աշխատելով փորձեն որովհետեւ համ Իրանը համ Հայաստանը այդ հյուսիս հարավի ճանապարհի մի մասն են եւ ինչքան առաջին հերթին կարևորություն է որ Հայաստանի կառավարությունը պիտի ուշադրություն դառնի եւ դա ստրատեգիական է Հայաստանի համար այս հյուսիս հարավ ճանապարհի վերանորոգումը
վերանորոգում է, Սյունիքում ենթակառույցների ստեղծում է, որպեսզի համ Հնդկաստան, Փարսիցով, Սևզովի ծրագիրը ավելի արագ իրագործի եւ հակակշռի Իրան, Ադրբեջան եւ Ռուսաստանի այդ միջանցքը, որ ստեղծում է, որովհետեւ Իրանը չի ուզում կախված լինի այդ միջանցքին, եթե հնարավորություն դարվի Հայաստանի միջոցով մեծ հաշվով Իրանը նախընտրում է Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա, ոչ թե Ադրբեջանի ճանապարհը, միանշանակ Իրանի շահից է բխում, առաջին հերթին մեր երկու երկրների միջև պետք է դա լինի, որ Հայաստանի այդ ենթակառույցները ի վիճակի բերեն, որպեսզի մեծ միջազգային անցուղ լինի, կամուրջ լինի Ասիա մինչև Եվրոպա, դա ամենաստրատեգիական գործը, որ կառավարությունը պիտի ուշադրություն լինի, դա Հայաստանին մեծ հնարավորություններին եւ գեոպոլիտիկ դերի մեծացնում է Հայաստանի համար, համ միջին միջանցքի համար, համ հյուսիս հարավ, Փարսիցով, Սևզով ճանապարհին, դա պետք է միայն Հայաստանի ճանապարհները արագ ենթակառույցները արագ սարքվի, որ կարողանանք դիվանագիտական ակտիվիտունի զուգահեռ ներքո մենք կարողանանք մեծ հնարավորություն սարքենք համ Իրանի համար, համ Հայաստանի համար։ Շատ շնորհակալ եմ պարոն Հոսեյնի, ձեր այս շատ կարևոր նկատառումները, տեղեկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար բարինդ ձեզ։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր Փույա Հոսեյնիի հետ, ով գլխավորում է Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամը, լսեցինք իր դիտարկումները կապված Իրանի Իսլամական Հանրապետության վերջին շրջանի դիվանագիտական ակտիվության առաջնահերթությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։